Ագրոհոլդինգ Արմենիա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Լոռու մարզի գյուղացիական տնտեսություններին օգնություն է ցուցաբերել ժամանակավոր օգտագործմամբ տրամադրելով տոհմային ցլիկներ գլխաքանակի բարելավման համար։ Հանրապետական ու մարզային իշխանությունների հետ համագործակցության արդյունքում ընկերությունն իրականացրեց հերթական բարեգործական նախաձեռնությունը, ուղղված ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը։ Մարզպետի ու աշխատակազմի մասնակցությամբ ագրոհոլդինգի մասնագետները Օձուն եւ Կուրթան գյուղերի տնտեսություններին փոխանցեցին 5 շվից եւ հոլշտին տեսակների տոհմային ցլիկներ աճեցված հոլդինգի ֆերմաներում։ Ցլիկները բուծվել են Եվրոպայից բերված էլիտար արտադրողներից նպատակ ունենալով Հայաստանում տարածել բարձր մթերատու խոշոր եղջերավոր անասունների ցեղերը։ Ծրագրի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ անցած տարի նախագահի ընկերություն այցից հետո։ Ընկերության տոհմային կովերը տարեկան մինչև 7000 լիտր կատնատվություն ունեն, փոխարենը մեր տեղականները մինչև 2000 լիտր։ Ես համոզված եմ, որ այս քայլով մենք անասնապահությունը ել ավելի արագ տեմպերով կզարգացնենք եւ ոչ միայն կատնատվությունը, այլ նաեւ մսատու խոշոր եղջերավոր անասուններ կունենանք։ Կուրթանի գյուղապետ Մեհեր Գևորգյանն էլ ասում է, արդյունքը կտեսնենք 4-ից 5 տարի անց, արդյունք մի քիչ ուշ կստանանք, բայց ճիշտ քայլեր եւ համայնքը շնորհակալ է։ Հորթից մինչև կով դարձնելը մինիմում 4 տարի կամ 5 տարի է պահանջում, արդյունք կստանանք մի քիչ ուշ, բայց բնականաբար քայլը ճիշտ քայլ է։ Ցլիկները համայնքներին տրամադրվեցին 3 տարով, այն որ խոշոր եղջերավորներին գյուղացիները լավ կպահեն ու կխնամեն, ագրոհոլդինգի ներկայացուցիչները չեն կասկածում։ Եռակողմ պայմանագրի արդյունքում վերահսկողություն ամեն դեպքում կլինի ընկերության, համայնքի ղեկավարի եւ մարզպետարանի կողմից, իսկ ագրոհոլդինգի կողմից նաեւ մասնագիտական աջակցություն կլինի։ Մեր փորձը, որը մենք ինքներս ենք կատարել Հայաստանի Հանրապետությունում, ցույց է տալիս, որ տեղական անասունի հետ խաչասերելու դեպքում շատ լավ, բարձր ցուցանիշներ են ստացվում, կատնատվությունը ավելանում է մոտ 40-ից 50%։ Եվ ուզում ենք, որ գյուղացիները հասկանան, որ պետք է ներդնել նոր տեխնոլոգիաներ, ու դրանով բարձրացնել մթերատվությունը եւ որակը։ Ագրոհոլդինգ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականին, ժամանակի ընթացքում փոքր անասնաբուծական ֆերման Հայաստանի անասնաբուծության բնագավառում դարձավ խոշոր ձեռնարկության արտադրական շղթայի կարևորագույն օղակ։ Աշխատում է Հայաստանի 4 մարզերում՝ Շիրակ, Կոտայ, Կարագածոտ, Լոռի, աշխատում է ագրոբիզնեսի տարբեր ոլորտներում։ Իրականացնում է նաև տոհմաբուծական աշխատանք, տոհմային անասունների վաճառք, ներկրում եւ վաճառում է արտասահմանյան ագրոարդյունաբերական տեխնիկա, սարքավորումներ եւ պահեստամասեր։ Աննա Պեչենևսկայա, Վազգեն Մինասյան, Մոլորակ։